Նայեք ընկերներ, ձեզ հիմա ինչ եմ ցույց տալի, տեսնում եք։ Հեսա մի քիչ մոտենամ այդ հողի, փոշին հստակ ոնց որ տեսեք հələ։ Գիտեք, հիմա շատերը նայեք հələ, նայեք ինչ փոշի է, հենց այս ուղիղ փոշու մասին եմ խոսում։ Հիմա ձեզանից շատերը կմտածեն, վայ մեր Երևանը, վայ մեր փոշին, վայ մեր էսը, վայ մեր այնը, բայց ուղիղ ձեզ ասում եմ ընկերներ, այս փոշին ձեր մարմնի ստեղծման հիմքն է, հա, ձեր մարմնի ֆունդամենտն է կոպիտ ասած։ Գիտեք, Աստված երբ որ ստեղծեց, ծննդոց երկրորդ գրքում է գրածա որ հողու փոշուց մարդ ստեղծեց, հա։ Հիմա գիտեք ինչ էի սա ուզում ասել, ուզում եմ հպարտներին ասեմ, էլի այն որ կան չէ, հպարտ դեմքեր են իրանք այսինքն չգիտեմ ապահոված են եւ այլն։ Իմացեք որ ձեր ֆունդամենտը հողի փոշի է։ Այն ամենացածր, չգիտեմ, գոյություն ունեցող ամենացածրն է, հա, Աստված ձեզ դրանից է վերցրել ու մարդ կենթանի շունչ է տվել, որ մարդ լինեք, ու մենք հպարտանում ենք Աստծո առաջ, ասում ենք ով ես դու, որ մի հատ էլ քո ասածով ապրեն կամ քո ասածով անեն կամ սենց լինի, ես եմ ստեղծել, ես եմ, ես սենց Պատկերացրիք, հա, հիմա ձեզ հիշեցնում եմ այդ հողի փոշին, հա, ձեր ֆունդամենտն է, դուք դրանից եք, հա, Աստվածաշնչում գրած է հողեր կդառնաս։ Հա, հիշեք ընկերներ, ինչի մեջ ուզում անեք, ուզում ա շքեղ մեքենաների, տաների մի 500 բախանիկ ունենաք եւ այլն, դուք վերջում հողի փոշի եք դառնա։ Հա, ուղիղ ձեզ ասում եմ։ Գիտեք, խոնարհվեք Աստծո առաջ, հա, հպարտներին է խոսքս այն հպարտներին է վերաբերվում։ Ու ձեր խոնարհությունը հիմա տենց ինչ որ տենակ մյուս կողմում մի ասեք, հա, մեր Աստված մեզ կնել, ձեր խոնարհությունը ցույց տվեք մարդկանց առաջին։ Հա, որ մարդիկ տեսնեն, ասեն, իսկայականում այս մարդը աստվածապաշտ մարդ է, նայ ոնց է իր խոնարհությունը։ Հակոբոսն էլ, հա, Հակոբոսի գրքում գրած ասում է, եթե ասում է հարուստը պարծենում է, թող պարծենա իր խոնարհությունը։ Հենց որ դա է ուզում ասել ընկերներ, գիտեք որ այդ շինարարությանը բանին չեմ կապնում, ես դες բաներ չունեմ, մարդիկ իրանց գործն են անում ամեն դեպքում Աստված օրհնի իրանց, հա, ես ուզում եմ պոստը դες ցույց տա այդ հողի փոշին, որ դուք հիշեք, որ ձեր ստեղծման մատերիալը, հա, այն ամենացածր գոյություն ունեցող, ինչ որ չգիտեմ, աղարգա ասեմ, դա է, խոնարհվեք Աստծո առաջ, եթե չխոնարհվեք, Աստված կխոնարհացնի, բայց վայ ձեզ եթե Աստված ձեր խոնարհացնի, էլ երբեք չեք կարող կանգնել, իսկ Աստված ասում է, որ դուք խոնարհվեք, ես ձեզ կբարձրացնեմ։ Դա է ուզում ասել ընկերներ, թող Աստված իրականում շատ օրհնի ձեզ, հա, նորից ու նորից հպարտներին ասում եմ, ապաշխարեք, որովհետև ամենազզվելի բանն է Աստծո առաջապատվությունը, ու խոնարհվեք Աստծո առաջ, հա, իմացեք, որ դուք հողի փոշի եք ու հողի փոշի դառնալու եք, բայց եթե ապաշխարեք ու Քրիստոսին ընդունեք որպես ձեզ թագավոր, հավիտյան կկենաք նրա արքայության մեջ, ու ով գիտի կարող է թագավորել եք, եթե ոչ ավելի բարձր։ Դա է ուզում ասել ընկերներ, ամեն դեպքում նորից եմ ասում, ես չեմ դատում ոչ ոքին, ես դա իրավունք չունեմ, բայց հանդիմանում եմ ինձ տրված իրավունքով ու իշխանությունով Քրիստոս Հիսուսով։ Դա է ուզում ասել, Աստված թող ձեզ օրհնի, թող ձեր միտքը բացի ու որ հասկանաք, որ խոնարհվելը Աստծուն շատ ավելի հաճելի է, ու Աստված բարձրացնում է խոնարհներին, ընկերություն անում խոնարհների հետ։ Նորից օրհնում եմ ձեզ ընկերներ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։